քանի փորձառու դիվանագետի անուն տամ, որ հրաժարվել եք ծառայությունից ու ձեր նեղ կռուգից նշանակել եք մարդիկ, որոնք ընդամենը լեզու գիտեն։ Դիվանագիտական նշանակումները անգամ քաղաքական խաղերով եք անում։ Օրինակ Սամվել Բալասանյանի հետ դաշինք կազմեցիք, տղուն նշանակեցիք դեսպան։ Հետո 2 ամիս հետո վատացակ թարսվեցիք, հետ կանչեցիք պաշտոնից։ Էսա ձեր դիվանագիտության լրջությունը։ Սենց բաների պատճառով է, որ լուրջ չեն ընդունում եւ ոչ միտեղ։ Դիվանագիտությունը նաեւ անձնական կապերն են։ Որպես պետության ղեկավար, քո արտգործնախարարը կամ կարող եք մի երկրի անուն տալ, որի ղեկավարության հետ մտերիմ հարաբերություններ ունեք ու պետք է կաց տեղը կարող եք հարցեր լուծել ձեր անձնական կապերի հաշվին։ Կարճ ասած, դիվանագիտությունը երկրի արտաքին անվտանգությունն ապահովելու թիվ 1 գործիքն է։ Կարող է Նիկոլի օրոք դիվանագիտությունը ապահովել այդ անվտանգությունը, խաղաղություն մեր երկրի շուրջ ապահովել, ավելացնել բարեկամների, պակասացնել հակառակորդների, թշնամիների թիվը։ Ոչ ու ոչ։ Ձեր դիվանագիտությունը, ինչպես ասում էր Նիկոլը, նստած է իշավոտնուկին։ Դրա համար էլ դուք մեր 30 տարվա դիվանագիտական ինչ հաջողություն կար գետնով տվեցիք։